Սիրելի բարեկամներ, նորընտիր ազգային ժողովի Անդրանիկ նիստը ստիպեց, որ խախտեմ լռությունս եւ անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը, ընդ որում քննարկումների միայն երկրորդ օրը, ձևակերպեց ԿՊԱ-ական падգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան եւ ինքնուրույն Հայաստան, թե Ռուսաստանից կախյալ եւ նրա կողմից ուղղորդված պետություն։ Սա բնականաբար ԿՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող, սակայն այն արմատապես կեղծ է եւ նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված ապազգային կիսապետական միավոր, թե ցանկանում ենք կառուցել ազգային պետություն, հենվելով թե Ռուսաստանի Դաշնության եւ թե մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։ Այս հակասության հիմքում ԿՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է ռուսական կայսրության կողմից, դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա եւս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերությունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել եւ խորացել են դեռևս մինչև ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում եւ պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով։ Թուրքերը, օսմանները ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ մերձավոր արևելքը եւ իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին եւ մասնավորապես հայերին նրանք պարզապես ստրուկ էին համարում եւ նրանց հետ վարվում էին ստրուկի պես։ Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց եւ կոռումպացված էր։ Արդյունքում հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին։ Կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։ Ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի արևելք, Թուրան, եւ այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել Թուրքիան եւ Թուրանը միավորելու ճանապարհին։ Վերջին 150 տարիների ընթացքում, լինեն դա 1894-96 թվականների Համիդյան ջարդերը, 1915 թվականի ցեղասպանությունը, 1918 եւ 20 թվականների ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թվականի Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին, այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի եւ Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, եւ ցավոք նրանք մեծ մասամբ հաջողել են, չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։ Այսօր ասպարեզ են եկել ԿՊ-ի նորելուկ ռազմավարները եւ ըստ էության իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի եւ Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում եւ վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ։ Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ։ Մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյոք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ եւ ինքներս դառնանք թուրք, եւ կամ փորձելով մնալ հայ եւ քրիստոնյա, նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն եւ հեռանկարում ավելի իսլամադավան թուրքերը նորից հայերին կվերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ կտեղահանեն կամ կկոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ եւ 3 տարի առաջ։ Սա է մեր հակասության հիմնական հարցը, եւ յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։ Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ եւ այո, գիտակցում եմ, որ ին տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաեւ Հնդկաստանից, Չինաստանից եւ բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային դեպի Կենտրոնական Ասիա եւ ովքեր դիտարկում են մեզ, հայերիս, որպես բնական դաշնակցի։ Եթե կարդում եք սա, դուք էլ ձեզ տվեք այդ հարցը եւ փորձեք պատասխանել, թե ինչ ապագա եք պատկերացնում ձեր երեխաների համար։ Թուրքացված եւ թուրքական ողորմածությանը հանձնված, թե պայքարող եւ սեփական ազատությունը մինչեւ վերջ պաշտպանող։ Աստված զորավի է իր պայքարող տեսակին։ Ուստի դուք էլ մի վարանեք ընտրել պայքարը։ Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, Արմավիր քրեակատարողական հիմնարկ։